Տեր իմ Աստված, երկնային Հայր, այս պահին գալիս եմ քո առջև խոնարհ սրտով, զգոն մտքով եւ բաց հոգով։ Ես գիտեմ, որ ժամանակները, որոնց մեջ ապրում ենք, սովորական չեն։ Շատ բան է փոխվում, շատ բան է խառնվում եւ հաճախ դժվար է հասկանալ, որտեղ է ճշմարտությունը եւ որտեղ սուտը։ Բայց Տեր, ես չեմ ուզում ապրել վախով կամ անորոշությամբ։ Ես ուզում եմ ապրել քո ներկայության մեջ, քո խաղաղության մեջ եւ քո առաջնորդությամբ։ Աղոթում եմ, մոտեցրու ինձ քեզ, սովորեցրու ինձ ապրել սրբությամբ եւ պատրաստիր ինձ այս ժամանակների համար։ Տեր, քո խոսքն ասում է, որ վերջին օրերում շատերը պիտի շեղվեն, շատերի սերը պիտի սառչի եւ խավարն ավելի տեսանելի պիտի դառնա։ Բայց ես խնդրում եմ, որ իմ սիրտը չսառչի։ Թող իմ սերը քո հանդեպ միշտ կենդանի լինի։ Թող իմ ներսում լինի կրակ, որը չի մարում, անկախ այն բանից, թե ինչ է կատարվում շուրջս։ Երբ ուրիշները հեռանան քեզանից, թող ես ավելի մոտենամ։ Երբ ուրիշները հուսահատվեն, թող ես ամրանամ քո մեջ։ Հայրին, խոստովանում եմ, որ այս աշխարհը հաճախ շեղում է ինձ։ Կան բաներ, որոնք գրավում են իմ ուշադրությունը, զբաղեցնում են իմ միտքը եւ հեռացնում ինձ քեզնից։ Երբեմն ես ավելի շատ եմ մտածում անցողիկ բաների մասին, քան հավիտենական արժեքների։ Բայց այսօր ես որոշում եմ ընտրել քեզ։ Օգնիր ինձ ամեն օր նորից ընտրել քեզ, նույնիսկ երբ դա դժվար է, նույնիսկ երբ դա պահանջում է զոհաբերություն։ Տեր, մաքրիր իմ սիրտը։ Եթե իմ ներսում կա որևէ բան, որը չի հաճեցնում քեզ, հպարտություն, նախանձ, վիրավորանք, չներում կամ թաքնված մեղք, ցույց տուր ինձ եւ օգնիր ազատվել դրանից։ Ես չեմ ուզում ապրել երկակի կյանքով։ Ես ուզում եմ լինել մաքուր ոչ միայն արտաքինով, այլ նաեւ ներքին կյանքով։ Ինչպես գրված է. Երանի սրտով մաքուրներին, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն։ Տեր, ես ուզում եմ տեսնել քեզ իմ կյանքում։ Հայրիմ, սրբացրու իմ միտքը։ Այս օրերում այնքան շատ տեղեկություն կա, այնքան շատ ձայներ, կարծիքներ եւ գաղափարներ, որոնք փորձում են ձևավորել իմ մտածելակերպը։ Բայց ես ուզում եմ, որ իմ միտքը ձևավորվի քո խոսքով։ Թող ես մտածեմ այն մասին, ինչը բարի է, մաքուր, արդար եւ արժանի գովեստի։ Թող իմ միտքը փնտրի քեզ։ Հայր, ես աղոթում եմ իմ աչքերի համար։ Պահպանիր իմ աչքերը, որպեսզի ես չնայեմ այն բաներին, որոնք պղծում են իմ սիրտը։ Այս աշխարհում շատ բաներ կան, որոնք կարող են հեռացնել ինձ քեզնից։ Տուր ինձ զգոնություն, որ ես տարբերեմ, ինչն է ինձ մոտեցնում քեզ եւ ինչն է հեռացնում։ Թող ես ընտրեմ մաքուր եւ բարի բաները։ Տեր, ես աղոթում եմ իմ լեզվի համար։ Թող իմ խոսքերը լինեն ճշմարիտ, կառուցող եւ լցված սիրով։ Թող ես չխոսեմ դատողությամբ, բարկությամբ կամ անօգուտ խոսքերով։ Այս ժամանակներում մարդիկ շատ են խոսում, բայց քիչ են ասում այն, ինչը կյանք է բերում։ Սովորեցրու ինձ խոսել այնպես, որ իմ խոսքերը լինեն օրհնություն եւ լույս։ Հայրիմ, ես խնդրում եմ, պահպանիր ինձ գայթակղություններից։ Երբ փորձությունները գան, տուր ինձ ուժ կանգնելու։ Երբ մեղքը փորձի մոտենալ, հիշեցրու ինձ, թե ով եմ ես քո մեջ։ Ես չեմ ուզում ընկնել այն բաների մեջ, որոնք կարող են հեռացնել ինձ քեզնից։ Ես ուզում եմ ապրել ազատության մեջ, որը դու ես տալիս։ Տեր, ես աղոթում եմ, որ իմ հավատքը ամրանա վերջին օրերում։ Թող իմ հավատքը չլինի կախված հանգամանքներից։ Երբ ամեն բան լավ է, ես հեշտ եմ հավատում, բայց երբ դժվարություններ են գալիս, ես ուզում եմ մնալ հաստատուն։ Սովորեցրու ինձ կանգնել քո խոստումների մեջ, ոչ թե իմ զգացմունքների։ Հայր, ես ուզում եմ ունենալ կենդանի հարաբերություն քեզ հետ, ոչ թե ձևական հավատք, այլ իրական կապ։ Սովորեցրու ինձ ժամանակ անցկացնել քեզ հետ, լսել քո ձայնը, ճանաչել քո ներկայությունը։ Թող աղոթքը դառնա իմ կյանքի բնական մասը, ոչ թե միայն դժվար պահերի միջոց։ Հայր, ես աղոթում եմ, որ իմ սիրտը չկարծրանա այս ժամանակներում։ Երբ տեսնում եմ անարդարություն, ցավ, խավար, երբեմն սիրտս կարող է փակվել, բայց ես չեմ ուզում կորցնել իմ զգայունությունը,
Թող իմ սիրտը մնա փափուկ, լի կարեկցանքով և սիրով։ Հայր իմ, ես խնդրում եմ, սովորեցրու ինձ ապրել սրբությամբ ամեն օր։ Սրբությունը միայն մեծ որոշումների մեջ չէ, այլ նաև փոքր ընտրությունների մեջ։ Ինչ եմ նայում, ինչ եմ լսում, ինչ եմ մտածում, ինչպես եմ արձագանքում մարդկանց, այս ամենը կարևոր է։ Օգնիր ինձ ընտրել այն, ինչը հաճելի է քեզ։ Տեր, աղոթում եմ, որ չվախենամ այս ժամանակներից։ Այո, կան անհանգստացնող բաներ, անորոշություններ, բայց ես գիտեմ, որ դու ես իմ ապավենը։ Քո խոսքն ասում է. մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ։ Այս խոսքը ես ընդունում եմ իմ կյանքի համար։ Թող վախը չկառավարի ինձ, այլ հավատքը։ Հայր, աղոթում եմ նաև, որ սիրեմ մարդկանց այս ժամանակներում, երբ մարդիկ դառնան ավելի սառը, ես ուզում եմ մնալ սիրող, երբ մարդիկ դառնան եսասեր, ես ուզում եմ մնալ ծառայող։ Թող իմ կյանքը արտացոլի քո սերը նույնիսկ այն ժամանակ, երբ դա հեշտ չէ։ Տեր, աղոթում եմ իմ ընտանիքի համար, պահպանիր ընտանիքիս անդամներին, պահիր նրանց քո ձեռքի մեջ։ Եթե կան նրանք, ովքեր հեռու են քեզնից, մոտեցրու քեզ, թող մեր տունը լինի խաղաղության, սրբության և քո ներկայության վայր։ Հայր իմ, խնդրում եմ, օգտագործիր ինձ այս աշխարհում որպես լույս։ Թող իմ կյանքը լինի վկայություն քո մասին։ Թող մարդիկ տեսնեն իմ մեջ քո խաղաղությունը, սերը, ճշմարտությունը։ Թող ես չվախենամ ցույց տալ իմ հավատքը։ Տեր, ես աղոթում եմ, որ հոգևորապես արթուն մնամ։ Թող չքնեմ, չանտեսեմ այն նշանները, որոնք դու ցույց ես տալիս։ Թող ես զգոն լինեմ, պատրաստ լինեմ և ուշադրություն դարձնեմ քո առաջնորդությանը։ Հայր, խնդրում եմ, սովորեցրու ինձ սպասել քեզ համբերությամբ։ Վերջին օրերում շատ բան կարող է արագ թվալ, բայց քո ժամանակը կատարյալ է։ Թող ես չշտապեմ, այլ վստահեմ քեզ։ Ես ուզում եմ պատրաստ լինել քո գալուստին։ Ես չեմ ուզում ապրել այնպես, կարծես դա երբեք չի լինելու։ Ես ուզում եմ լինել պատրաստ, մաքուր և հավատքի մեջ, հաստատուն։ Թող իմ կյանքը լինի այնպիսին, որ ես ուրախությամբ սպասեմ քեզ և ոչ թե վախով։ Հայր իմ, ես հանձնում եմ քեզ իմ ամբողջ կյանքը, իմ անցյալը, ներկան և ապագան։ Դու գիտես ամեն բան և ես վստահում եմ քեզ։ Օգնիր ինձ մնալ քեզ մոտ մինչև վերջ, չշեղվել, չհոգնել և չկորցնել իմ հավատքը։ Շնորհակալ եմ, որ դու ինձ մենակ չես թողնում այս ժամանակներում։ Շնորհակալ եմ, որ դու ինձ ուժ ես տալիս, առաջնորդում և պահպանում։ Շնորհակալ եմ քո սիրո համար, որը երբեք չի փոխվում։ Ես ընտրում եմ ապրել քեզ համար։ Ես ընտրում եմ մնալ քեզ մոտ։ Ես ընտրում եմ լինել սուրբ քո օգնությամբ։ Հիսուսի անունով, ամեն։